Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը տնտեսագիտության թեկնածու Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Շնորհակալություն պարոն Թևանյան իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Թևանյան արդեն մոտենում է ընդամենը 2 ամիս է մնացել հերթական խորհրդարանական ընտրություններին եւ մենք այսօր այսպես երկու ուղղությամբ քննարկումը տանենք։ Կուզենայի որ մասամբ մենք քննարկենք քաղաքական ուժերի այսպես ուղղվածությունը ծրագրային իմաստով, այսինքն ասելս այն է, որ արդյոք ընտրությունը դա ծրագրային այսպես պայքար, մրցապայքար կլինի, որտեղ մենք գիտենք միշտ համեմատում են տեղական ընտրությունները նրա հետ, որ ստեղ անձի պայքար է, այդ տեղականը, տեղ ով է ինչ է, բայց անձն է ստեղ դոմինանտը, չնայած համամասնական են ընտրությունները, եւ մյուս կողմից մենք այսպես ավելի մոտենանք ընտրողին։ Տեսեք ամենաբարդ բանը որն է, երբ ես որոշ ժամանակ առաջ այստեղ մեր տաղավար հրավիրել էին նաև իշխանության ներկայացուցիչների падգամավորներից, մեկը երկուսը ասեցին, գիտեք ինչ ասեցին, դուք մեր ժողովրդին լավ չեք ճանաչում։ Մենք քննարկում ենք այն ժամանակ 21 թվի ընտրությունները, թե ոնց եղավ որ իշխանությունը վերարտադրվեց եւ այլն, հիմա մենք ես ուզում եմ պարոն Թևանյան, մենք քննարկենք մեր ընտրողին, չնայած դա շատ տարբեր է, քաղաքային բնակչություն կա, գյուղական կա, այ ընտրողը ինչ այսօր մոտեցումներ ունի ձեր կարծիքով, ինչ է տեսնում ընտրողը, որտեղ տարբեր կարծիքներ կան, որ մի մասը ասում է, այ արդեն ամեն ինչ որոշված է, մի մասը ասում է շատ բարդ առնելու, մի մասը ասում է ընտրությունների ժամանակ արխի մեջ թուղթ գցելով իշխանություն չի կարա փոխվի, տարբեր սցենարներ։ Դուք որպես փորձառու քաղաքական գործիչ, որտեղ տևական ժամանակ ես նաև ձեզ ճանաչում եմ, ինչ եք զգում հիմա մեր ընտրողը ինչ է մտածում եւ ինչ կանի։ Շատ բարդ է, հեշտ հարց չի։ Տեսեք, որպեսզի սուրճի բաժակի տրամաբանությամբ չպատասխանենք հարցին, մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք անցկացնում եւ քանակական եւ որակական։ Եվ կարող եմ ասել, որ գործող իշխանությունը բավական ցածր վարկանիշ ունի եւ կորցրել է իր այն վստահության քվեն, որը ստացել էր 18-ին կամ որը կարողացավ մի կերպ վերարտադրել նաեւ 21-ին։ Եվ կա հոգնածություն բացի ամեն ինչից, կա հոգնածություն այս իշխանությունից հասարակության մոտ։ Հանրային տրամադրությունները ավելի շատ ընդդիմադիր են եւ երկու խոշոր հարցադրման հետ կապված է հանրային ընտրությունը տեղի ունենալու։ Մեկը վերաբերում է անվտանգությանը, այսպես ասած խաղաղություն, պատերազմ երկընտրանքին, մյուսը վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակին եւ մարդկանց հետաքրքրում է իրենց անձնական կենցաղային իրավիճակի փոփոխությունը եւ եթե այսպես ժողովրդական լեզվով ասենք մարդիկ ուզում են ասեն բա ինձ ինչ այսպես ասած ընտրությունների ժամանակ ինձ ինչ իրանք համարում են որ քաղաքական ուժերը գալիս են ուզում են իշխանություն վերցնել բայց իրենց համար ինչ այդ ինձ ինչի պատասխանը 18-ին տվեցին այսպես ասած Ռոբին Հուդյան տարբերակով մարդկանց խոստացան որ սոցիալական արդարությունը կհաստատեն հարուստներից վերցնելով աղքատներին բաժանելով բայց դա այսպես ասած նեոբոլշևիզմ էր, մի անգամ բոլշևիկներն էլ են այդպիսի խոստում տվել։ Շատ ներողություն, այստեղ հետաքրքիր մի միտք կա, այսինքն աղքատները համոզված են, որ իրենց աղքատ լինելու հանգամանքը պայմանավորված է հարուստների հարուստ լինելով, նաև այդպիսի դասակարգային, այսպես մարքսիստական տեսակետից եթե նայենք, դասակարգային հակադրության տրամաբանություն է քարոզվել իշխանության կողմից եւ մարդկանց մոտ նաև այդ սեփական խնդիրների լուծումը տեսել են ավելի հեշտ ճանապարհով, դա հենց այն պոպուլիզմ կոչված է, երբ որ պոպուլիստը ինչ է անում, ինքը բարդ խնդիրներին հեշտ լուծումներ է առաջարկում, մարդիկ ուզում են հավատալ։ Հիմա այդ հավատը կորել է, կա հիասթափվածություն եւ հոգնածություն օրվա իշխանությունից, բացի այլ աշխարհաքաղաքական, անվտանգային եւ այլ խնդիրների հետ կապված կա հոգնածություն, փոփոխություն եւ դա համապատասխանում է այն ցիկլերի հետ, որը մենք ունեցել ենք 8-10 տարվա ցիկլերի տրամաբանության մեջ է ուրեմն անվտանգայինի մասով հիմա շատ ներողություն, միջև անվտանգայինին անցնել, այսպես մի քիչ ինտերակտիվ քննարկում անենք։ Ես էլ եմ համամիտ եւ նախորդ իմ հաղորդումներից մի քանիսում ասել եմ, այո, 8 տարի, 9 տարի, 10 տարի տենց հատուկ ինչ որ նշաձող չկա ժամանակագրական, բայց սա նշանակում է, որ այդ ժամկետում, եթե իշխանությունը չի հասցնում մեծ ժողովրդականությունը պահպանել կամ առաջ տանել, նշանակում է լճանում է իշխանությունը։ Այսինքն չի կարողանում բարեփոխումներ անել նորմալ։ Ժողովրդի վիճակը սոցիալական չի լավանում։ Եթե մենք Հայաստանի համար չափելի նայենք,
ասենք 21-26 թվականի կառավարության ծրագիրը հնգամյա, որը հնգամյա ցիկլ ունի, աղքատությունը պետք է 2 անգամ նվազեր, որը չի եղել։ Ընդունենք ծայրահեղ աղքատությունը ծայրահեղ աղքատությունը, այո, այն չափով չի նվազել, բայց բացի դրանից, տեսեք, ներդրումներ համախառն ներքին արդյունք։ Ի վերջո այդ որպեսզի աղքատությունը նվազի, պետք է աճ լինի։ Եվ այդ աճը ինքնանպատակ չի, դա պետք է դառնա զարգացում եւ ներառականություն։ Դա մի քիչ ուշ կանենք, այսինքն այս ինչ որ այս տրենդը, այս վեկտորը չի աջողվել իշխանության։ Դա ակնհայտ է, բայց մենք պետք է կարողանանք չափելի դա ներկայացնենք, ասենք, ախպեր չես կարողացել եւ պատճառը ինչի չես կարողացել։ Այսինքն երևի ուզում էր դա անել, բայց ինչի օրինակ ինչի չի ստացվել իրանց մոտ։ Դե բացի ամեն ինչից ընդունված փիլիսոփայական ձևակերպում կա, ասում է բոլոր չարիքների հիմքում անգրագիտությունն է։ Վատ կառավարում, ցածր որակ, որոշումների պրոֆեսիոնալիզմի եւ այլնի ցածր մակարդակ։ Տեսեք, եթե վերցնենք թվերով համախառն ներքին արդյունքը տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ 29 միլիարդ դոլար։ Ну, IMF 27 է տալիս, բայց 29 միլիարդ դոլար։ 2 անգամ լավացել է մարդկանց բարեկեցությունը, չի լավացել։ Բանկային ոլորտում շահութաբերությունը 11 անգամ աճել է, 11 անգամ լավացել է մարդկանց վիճակը, ոչ։ Գները աճել են, այո։ Մարդկանց սպառողական վճարունակ պահանջարկը անկում է ապրել, որովհետև իրական այն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք կան, դրանց գները բավական բարձր են, եւ եթե մենք նայում ենք սպառողական զամբյուղի ինֆլյացիան, ինքը շատ ավելին է, քան ասենք 25-ին արձանագրված 3.3-ը։ Այո։ Եվ այս առումով փաստորեն մենք տեսնում ենք, որ հսկայական քանակի թոշակառուներ, նպաստառուներ կան, որոնք 600,000-ի կարգի պլյուս-մինուսով այդ թիվը, որոնք բավական ծանր վիճակում են հայտնվել։ Բիզնեսի համար որոշումներ են ընդունվել, որտեղ որոշ դեպքերում 2 անգամ, որոշ դեպքերում 5-ից 6 անգամ բարձրացել է հարկը։ Եթե վերցնում ենք Երևանում ապրող մարդկանց համար կյանքը թանկացել է, եւ Երևանը կարելի ասել մեր տարածաշրջանի ամենաթանկ մայրաքաղաքն է, բայց մայրաքաղաքում ապրողների համար իրենց եկամուտները չեն ավելացել։ Եվ այս առումով մենք կարող ենք ասել, որ իրենք տապալվել են ոչ միայն անվտանգային այն խոստումներում, որոնք պետք է կատարեին ու ճիշտ հակառակն են արել, այլ նաև սոցիալ-տնտեսական առումով վիճակը վատացել է եւ մարդկանց տեսլական է պետք։ Նույնիսկ եթե իրենք բարեփոխումները իրականացնեին, ես նորից վերադառնում եմ այդ հոգնածությանը, միևնույն է ցիկլը աշխատելու էր։ Նույնիսկ եթե իրենք բարեհաջող արդյունքներ ունենային, մարդիկ փոփոխություն էին ուզենալու, որովհետև այդ ցիկլը այդպեսին է եւ մենք նավթային երկիր չենք, գազային երկիր չենք, որ ասենք շեյխական տրամաբանությամբ երկար ավտորիտար ռեժիմներ պահպանվեն։ Եվ այս պայմաններում փաստորեն հիմա իշխանությունը մենակ հնարավորություն ունի վախի վաճառականությամբ զբաղվել եւ մարդկանց վախեցնել, որ եթե ընդդիմադիր ուժերը, մասնավորապես մենք, եթե գանք, ապա պատերազմ կլինի, ինչը անհեթեթություն է։ Շատ ներողություն, պարոն Թևանյան, մեր հերոստատիտողի համար ասենք, այս ցիկլը, որ դուք թվարկեցիք, շատ կարևոր է։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, անդրադառնալով սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների առաջի 10-12 տեսակի ապրանքներ, հաց, միս, մսամթեր, ձավարեղեն, միրգ, բանջարեղեն, եւս որոշ ապրանքներ, տեսեք, դուք ճիշտ եք ասում, պարոն Թևանյան, 3.3% դա կենտրոնական բանկի եւ բյուջեում դրած թիվն է, որը վերաբերում է 480 խումբ ապրանքների, որը այդ 480-ից ասեցի 10-12-ն է, որ ամեն օր մենք օգտագործում ենք, բայց ամենօրյա սպառման անհրաժեշտ դեղամիջոցներ, տրանսպորտ եւ այլը դրա մեջ է, դրանք երևի մի քանի անգամ են թանկացել։ Երկնիշ, պետք չի այսպես կասկած հայտնել, որ դրանք թանկացել են թե չէ, որտեղ մենք ամեն օր տեսնում ենք, որ մտնելով չէ, նույնիսկ պաշտոնական տվյալ։ Պաշտոնական տվյալ, այսինքն նշանակում է, այստեղ մենք պետք է ազնիվ լինենք, տարբերակենք, կենտրոնական բանկի սահմանադրորեն ամրագրված գործառույթը, որ ինքը գնային կամ ֆինանսական կայունության համար է, դա այսպես մի հատ վիրտուալ վիճակագրական երևույթ է, այստեղ մենք գալիս ենք նրան, որ ուրեմն մարդը ամենօրյա ապրելու համար շատ բարդացել է իր վիճակը եւ այն 10,000 դրամը, որ հիմա ավելացնում են թոշակը, ուրեմն սա առաջանցիկ չի, այլ հետանցիկ, ասպես ասենք, հետահայաց ձևով են եւ եթե մի 45% գնաճ է եղել, այդ 10,000 դրամ պետք է հաշվենք, թե այդ ինչ է Իրանից ներկայացնում։ Իմիջիայլոց առաջ անցնելով, պարոն Թևանյան, հələ մենք անվտանգության հիմա կանդրադառնանք։ Նույնիսկ եթե վերցնում ենք 25 թվականի տվյալները, ուրեմն անվանական աշխատավարձը 5.5% է ավելացել,
սպառողական վարկերը 30%։ Այսինքն եթե դու աշխատավարձը parza որ քեզ չի երիքում որ դու ապրես, ստիպված վերցնում ես սպառողական վարկ, որպեսզի ապրես, բուժվես, հարսանիք անես, ուսման վարձ տաս, չգիտեմ, ընդհանրապես ապրես։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ կյանքի որակը լավը չի։ Այո, դրա համար տեսեք, իրենք նախ այդ թվաբանական աճպարարության քայլին են դիմել, որովհետև 23 թվականի տվյալները մենք նայում ենք, նվազագույն սպառողական զանգվածը 82000 դրամ, հիմա իրենք ավելի ցածր թիվ են ասում, որը չի համապատասխանում իրականությանը, եւ մենք ինչ ենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով հասցնել նվազագույն թոշակը 100,000 դրամի։ Դրա հնարավորության համար պետք է բնականաբար տնտեսությունը զարգացնել, որպեսզի տնտեսությունը կարողանա պահել այդ վիճակը։ Մարդկանց նվազագույն աշխատավարձը 150,000 դրամ սահմանելը, 120-ից 150,000 դրամ սահմանելը նույնպես ողջամիտ է եւ մարդկանց նվազագույն պահանջմունքներին է բավարարում, բայց այստեղ պետք է նաեւ լինի բիզնեսի հանդեպ ճիշտ մոտեցում, որովհետեւ բիզնեսի տարբեր շերտերը իրենք ամեն մեկը իր խնդիրն ունի, այդ հայտնի դասական ձևակերպում կա, չէ, բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, իսկ դժբախտները դժբախտ են յուրովի։ Հիմա բիզնեսի բոլոր շերտերն էլ, այսպես ասած, հարուստներն էլ են լաց լինում, այսինքն բոլոր շերտերն էլ իրենց խնդիրները ունեն։ Դրա համար մենք բայց շատ ներողություն մի ուրիշ բաներ կա ասում, Մոսկվան արդյունքներին չի հավատում։ Արդյունքներին չի հավատում են առումով, որ պետությունը փաստորեն հարկային ճնշումների է ենթարկում, դրա համար մենք առաջարկում ենք, որ սահմանվեն բիզնեսի տարբեր շերտեր եւ միկրոբիզնեսի կամ համերը կարելի ասել ընտանեկան բիզնեսի համար մինչեւ 60 միլիոն դրամը մենք պատկերացնում ենք, որ պետք է զրոյական շրջանառության հարկ լինի, 60-ից 180 միլիոն դրամ, այսինքն շեմը բարձրացնելով 1% շրջանառության հարկ, իսկ 180-ից ավելի դեպքում արդեն ավելացված արժեքի հարկ եւ շահութ հարկ, որը Վրաստանի համեմատ պետք է ավելի լիբերալ լինի, ավելի թեթև լինի, Վրաստանում 18 է, մենք 17 ենք առաջարկում, որպեսզի կապիտալը չգնա Վրաստան, կապիտալը չփախնի այնտեղ, 17% ավելացված արժեքի հարկ ենք առաջարկում եւ շահութ հարկը այնտեղ 15% է, մենք 14 ենք առաջարկում։ Շատ բարի, պարոն Թևանյան, տեսեք, հիմա իհարկե ես էլ լրիվ ընկալելի է այն ինչ որ դուք ասում եք, ես նորմալ եմ համարում, կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց հիմա մենք դա չենք քննարկում։ Տեսեք, հիմա անդրադառնալով այդ թոշակ աշխատավարձ հարցին, տեսեք մեզ մոտ ինչ է։ Այս կառավարության հիմնական, այսպես լեյտմոտիվը միշտ 18 թվականից հետո եղել է ներառականությունը տնտեսական աճի։ Խոսքերով։ Հա, այսինքն աճ կա, այդ աճի արդյունքները պետքա, չեմ ասում կոմունիստական ձևով հավասարաչափ բաշխվի, բայց արդար պետք է վերաբաշխվի հասարակության անդամների մեջ, այդ թվում բիզնեսը տեղ պետքա որոշակի բոնուսներ ունենա։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Շատ հետաքրքիր, դուք եք դրա մասին խոսել, ես էլ եմ շատ ասում։ Տեսեք, մեր մոտ 1% տնտեսական աճը բերում է առնվազն 25 միլիարդ դրամ լրացուցիչ մուտքեր պետական բյուջե։ Այդ եթե մեր մոտ ունենք 7.2% պաշտոնական տնտեսական աճ, դա նշանակում է 7 անգամ 25 միլիարդ։ Մոտավորապես լավ, այսպես մոտենում է 180-190 միլիարդ դրամի։ Հիմա եթե մենք թոշակի մասին խոսում ենք, որ թոշակը պետք է 10,000 դրամով աճի, այսինքն այդպիսի որոշում ընդունել են, սա այդ նույն հաշվարկով նշանակում է 2.5% տնտեսական աճ, այսինքն 25 անգամ 3, այսինքն 3%, 2.5% աճը բերում է այդ 10,000 դրամ աճին։ Հիմա տեսեք, բայց ինչ է ստացվում, այսինքն այդ 7.2% կամ 8% կլինի, 6% կլինի տնտեսական աճը, կառավարությունը տարիներ շարունակ չէր համաձայնվում, որ գոնե դրա մի մասը գնա թոշակառուին։ Կառավարությունը մի ամիս առաջ չէր համաձայնում։ Այո, մի ամիս, երկու ամիս առաջ չէր համաձայնում։ Հիմա տեսեք, մենք ինչ ենք ասում, բայց այդ տնտեսական աճի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, գնացել է մեր բանկային համակարգն է հարստացրել, այսինքն 11 անգամ։ Այո, այդ հարաբերությունները եւ առաջի անգամ ես ասել եմ էլի կրկնեմ, որ 25 թվականին մեր 17 բանկերը իրանց բաժնետերերը, սեփականատերերը ստացան 434 միլիարդ դրամ մաքուր եկամուտ, հարկերն էլ հանած դրանից, որտեղ դոլարով ասենք որ 1 միլիարդ 100 միլիոն, 1.2 միլիարդ դոլար, եթե ոչ ավել, որտեղ այդ կուրսը եթե ոնց ենք, հա, 1.2 միլիարդ դոլար, ընդ որում առաջի երկու խոշոր բանկերը, որ առաջի անգամ հայտնվեցին տասնյակում, անունները չասեմ բանկերի, 5-րդ եւ 6-րդ իրար հետևից եւ երկու բանկը խոշորագույն այդ 434 միլիարդից ստացան 200 միլիարդը։ Այսինքն առաջի անգամ ֆենոմենալ բան է։ Մամուլը չէ միշտ գրում է, այս ինչը ոնց է դարել բանը դոլարային միլիոնատեր, այն ինչը
Հիմա ոչ թե միլիոնատեր չէ, միլիարդատեր է։ Այսինքն առաջի անգամ այդ բանկերի բնակչության մեծ մասը վարկերի տակ չկրում։ Այո, եւ տեսեք, մենք ուզում եմ այս շոճանակային էֆեկտը մենք ճիշտ նկարագրենք մեր հերոստատիտողին։ Տեսեք, աճը եղել այն չի, ռուս-ուկրաինական ուրեմն կոնֆլիկտ, վերարտահանում, եկավ այդ ամբողջի 110,000 հաշիվներ բացվեցին մեր բանկերում 22 թվականի փետրվարից հետո, սենց այդ ֆինանսական հոսքերի սպասարկումը եկավ բանկերին հարստացրեց, ենթադրում ենք, որ այդ հոսքերը եւ այդ ամեն ինչը պետքա տնտեսական աճը բերի բիզնեսին եւ բնակչությանը օգուտներ։ Կամ գոնե տոկոսադրություն։ Կամ տոկոսա։ Հիմա տեսեք ինչ եղավ։ Հիմա մենք ունենք 2.450.000 վարկառու, то есть մի մարդը կարա մի քանի վարկ ունենա, միավոր վարկ, տենց ասեմ։ Մեր վարկային պորտֆելը համարը 7.5 տրիլիոն է, ասինքն ունենք 11 տրիլիոն համախառն ներքին արդյունք, դրամով 7.5 տրիլիոնը այդ վարկերն է։ Այսինքն այդ 7.5 տրիլիոնը ուրեմն գալիս է այդ 2.450 միլիոն մարդու սպասարկումը եւ այդ մարդիկ ընկղմված են դրա մեջ, ընդ որում հիպոթեկային եւ սպառողական վարկերն ա մեծ։ Բիզնես վարկեր շատ քիչ է։ Հիպոթեք, սպառողական։ Այս սպառողականին չեն վերցնում, վերցնում են որ ապրեն, նոր ասեցինք։ Այսինքն այս անհամամասնությունը, որ այս աճը բերել է այս սեգմենտին բանկերին հարստացրել է, այն մնացածները փոքր միջին բիզնեսը քանիսն է փակվել, շահութաբերություն ընդհանրապես չկա, այս առումով գալիս ենք ասելու, որ ոչ մի ներառականության մասին խոսք չկա, ինքը բևեռացվածության տարավ։ Այսինքն բերեց այդ աճերը, բերեց բանկին հարստացրեց եւ այս պարգևավճարների մասին շատ են, չէ՞, խոսում։ Այս որ չլինի, որ ես շատ եմ խոսում, հեսա ուրեմն տեսեք, մենք ասում ենք 1.2-3 միլիոն դրամ ինչ որ ստացել են, բան։ Հիմա այս բանկերում top management-ը ելնելով իր շահույթի ծավալից, տենց բանկ է, էլի, 5-ից 7% պիտի ով որ այդ եկամուտը բերել է բանկին, այդ սեփականատերը պիտի 5-ից 7% բաժանի։ Ընդունեք մի 12-14 հոգի են, չէ՞, այդ դեպարտամենտի տնօրեններ, հսկայական 2.5 միլիոն դոլար, 30 միլիոն դոլար ստացան մի կոնկրետ մի բանկում։ Այսինքն այս մարդը, ովքեր որ մի 4-5 տարի առաջ դուրս էին եկել բանկից, ասեցին այս մարդ, այս դուրս եկանք, հեսա մնայի այդ 2 միլիոն դոլարը ստանայի։ Այսինքն տեսնեք ինչ ծայրահեղ մենք մոզաիկա ունենք, խճանկար ունենք։ Սրան գումարած նաև խաղամոլության բիզնեսը, ինչն է աճել Հայաստանում։ Աճել է խաղամոլությունը եւ խաղամոլության բիզնեսի եկամտային մասը։ Աճել է վերարտահանումը, բարձրանում է մենք տեխնիկա ենք արտադրում եւ արտահանում, բայց դա այդպես չի, որ դա վերարտահանում է։ Այո։ Շինարարության խայտարակ, այսպես խելահեղ մակարդակի շինթույլտվություններ Երևանը խեղդվում է ուղակի բետոնապատվում է եւ բանկային ոլորտը։ Ես խորհուրդ կտայի երկրներ կա, որ բունկերներ են կառուցում։ Չնայած դա անվտանգությանը կանդրադառնանք, օրինակ Ալբանիան կամ ուրիշ երկրներ։ Դե մեր մոտ հաստատ բունկեր չեն կառուցում։ Նու բունկերի հաճախորդներ ունենք, բայց բունկերի կառուցապատում չկա։ Այդ դրանք տարբեր բաներ չեն տալի։ Հա, այդպեսի չեն տալի, բայց բունկերում երբեմն ինչ-որ մարդիկ հայտնվում են։ Այս առումով օրինակ դուք նշեցիք այդ վարկային պորտֆելների մասով մենք էլի առաջարկներ ունենք, որ մինչև 5 միլիոն դրամը տուժտուգանքների մասով համաներում իրականացվի։ Ես կարծում եմ, որ կենտրոնական բանկն ու մասնավոր բանկերը հաստատ կարող են այդ հնարավորությունը ունենալ։ Մենք չենք ասում մայր գումարի մասին, մենք ասում ենք տուժտուգանքների մասին։ Ամնիստիա անեն եւ դա օրինակ երկխոսություն կլինի հանրության հետ, մանավանդ հսկայական քանակի է։ Եվ բացի այդ, փաստորեն մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ եկամուտների անարդարացի բաշխում է տեղի ունենում եւ մարդկանց մոտ առաջացել է այդ կենցաղային իրենց ծանր վիճակը եւ այս ընտրություններում դա շատ կարեւորագույն դեր է կատարելու եւ նրանք ովքեր առաջարկություններ կներկայացնեն մարդկանց վիճակը բարելավելու, սկսած գյուղատնտեսության ոլորտից, վերջացած բիզնեսը, հարկերը, մարդկանց թոշակների հետ կապված, այդ աշխատավարձերի հետ կապված, բիզնեսի զարգացման հետ կապված, նույն կրթության ոլորտում մենք ասենք էլի փուլային տարբերակով հնարավորություն ունենք անվճար կրթություն ապահովելու, սկսած մանկապարտեզներից, որովհետև այդ բյուջետային հնարավորությունները տեղական համայնքային միջոցները պետք է ստեղծեն, ունենան եւ եթե մենք վերցնում ենք, որ մենք սոցիալական պետություն ենք, սոցիալական պետության դրսևորումը որտեղ պետք է լինի, կրթության մեջ, առողջապահության մեջ, թոշակների հետ կապված եւ մարդկանց սպառողական վճարունակ այդ պահանջարկի բարձրացման հետ կապված։ Սա է մեր հիմնական մոտեցումները եւ տնտեսության մեջ մենք նաեւ դրայվերների համակարգ ենք առաջարկում, երբ որ առաջարկ Հայաստան ծրագրի շրջանակներում տարբեր մոտեցումներ կան մեգա նախագծերի հետ կապված։ Մեգա նախագծերը պետք է վերաբերվեն ենթակառուցվածքներին։ Մենք Գյումրիում առաջարկել ենք ազատտնտեսական գոտու գաղափարը, որը ավականու կողմից ընդունվել է, բայց կառավարությունը ոչինչ չի անում ու չի էլ կարողանալու անել։ Այդտեղ էլի
դրայվերի ֆունկցիա կարող է կատարել հաշվի առնելով Գյումրու տեղանքը, ճանապարհային իր հնարավորությունները ինքնաթիռ, երկաթգիծ, հանգույցային հանգամանքը Վրաստանի հետ սահմանակից, Թուրքիայի հետ սահմանակից եւ ի վերջո նաեւ քաղաքական առումով պետք է ձգտել իրական ապաշրջափակման, այլ ոչ թե այն ամենին, ինչ որ մեզ հրամցվում է։ Մյուս դրայվերը մենք նորույթ ենք առաջարկում նաեւ Զվարթնոցի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման առումով եւ այսօր տեսեք Միացյալ Էմիրությունները դարձել էր այսպես ասած արաբական աշխարհի Շվեյցարիան եւ բոլորը իրենց եւ սպիտակ եւ սև գումարները տեղափոխում էին այնտեղ եւ հիմա փլուզվել է այնտեղ եւ անշարժ գույքի շուկան եւ ֆինանսական շուկան եւ այլն եւ մարդիկ տեղ են ման գալիս որտեղ հանգրվան են եթե մենք կարողանում ենք երաշխավորված խաղաղություն ապահովել իրական ապաշրջապակում ապահովել մենք Զվարթնոցի տարածքում արդեն Սինգապուրի մոդելն ենք մենք ուսումնասիրել այնտեղ ազատ առևտրի գոտի կա եւ այդ բառից չխուսափենք օֆշորային գոտի կարելի է ստեղծել այդտեղ որտեղ եւ ոսկու պահոստների ապահովման գործառույթ իրականացվի եւ նաեւ թողարկենք պետականորեն կրիպտո արժույթներ, որոնք ուղիղ ոսկու հետ կապված են։ Ոսկու հետ կապված 1 գրամ ոսկին փոխկապակցված կրիպտո արժույթի հետ դու պետականորեն, այսինքն ոչ թե պետական պարտատոմսեր ես ոչ միայն ավելի ճիշտ թողարկում, այլ միջազգային շուկա ես հանում կրիպտո արժույթ հայկական, որը ուղիղ կապված է ոսկու հետ, ոսկու գինեք ճիշտ է, հիմա այս իրանական կոնֆլիկտով պայմանավորված մի քիչ համեմատաբար իջել է, բայց ինքը էլի շարունակում է շատ բարձր մակարդակի վրա մնալ։ Ոսկին ինքը ի վերջո դառնալու է այն խաղաղ նավահանգիստը շատերի համար, որոնք ուզենալու են իրենց ֆինանսական լրացուցիչ միջոցները պահպանել եւ Հայաստանը հնարավորություն ունի եւ այստեղ ձուլակտորներ արտադրելու եւ պահելու եւ այլոց միջոցներ է այստեղ պահոստավորելու եւ կրիպտոարժույթի միջոցով լրացուցիչ փող ներմուծելու հայկական տնտեսության մեջ, որտեղից էլ մենք կարողանանք այդ աճը ապահովել եւ ապահովել այդ սոցիալական խնդիրների լուծումը։ Ես բավականին այսպես շատ դրական բանով եմ վերաբերվում, դրական ընկալելի լավ մեխանիզմ եք առաջարկում, ասեմ որ ցավոք խորհրդային տարիներից սկսած Հայաստանը ճիշտ է ոսկու հանքավայր ունի, սոտքի, մենք գիտենք կա նաեւ Մեղրաձորում, ու սոտքի հետ կապված գիտենք ինչա կատարվում։ Այնուամենայնիվ 3.5-ից 4 տոննա մենք ոսկի ենք արտադրում, բայց ոչ ռաֆինացված, ասինքն ոչ մաքուր։ Եվ ցավոք սրտի այս Հայաստանը տենց էլ չկարողացավ ցիկլը փակի, ոնց որ ասենք մաքուր պղինջ չեն կարողանում, դրա մասին շատ եմ ասել, հիմա այսօր չասեմ կոնկրետ թվերով, տենց էլ այդ ոսկին չկարողացանք։ Սա խնդիր է, որ պետքա լուծվի, այսինքն մենք արդյունաբերական ցիկլերը, որտեղ նավթ չունես, գազ չունես, չգիտեմ ինչ չունես, գոնե այդեղած է ինչ որ, ասա, այո, պետքա վերջնական ցիկլի բերես, որպեսզի արժեշղթան ինքը գա եւ պատահական չի որ այսօր մեր մոտ լեռնանքային արդյունաբերությունը կազմում է ընդամենը 3.1-2% համախառներքին արդյունքի, գազ, ջուր, էլեկտրաէներգետիկա 3% եւ ընդամենը վերամշակող արդյունաբերությունը 7.7%, ասա խայտարակ այդ բան ռեալ արդյունաբերությունը, որտեղ պետք է այդ արժեշղթան գա հավելյալ արդյունքները աշխատի, մեր մոտ շատ վատ վիճակում է։ Դրանը եթե գումարենք գյուղատնտեսություն շինարարություն, կտեսնենք որ 1/3-ի չափով է ընդհանրապես համախառներքին։ Ասինքն 7.1%, 7.9%։ Չէ, եթե գյուղատնտեսությանն է գումարենք եւ շինարարությանը, որպես ասենք 27% է միասին։ 1/3-ի կարգի 27%, որը շատ քիչ է։ Մնացածը ծառայություններ եւ այո, եւ ստե քիչն ու շատը չի խնդիրը։ Խնդիրը ստեղ եթե մի քիչ ավելի նես մասնագիտացված բան են քննարկում, խայտարակ ցածր աշխատանքի արտադրողականությունն է։ Այսինքն դու կարաս կոմպակտ տնտեսություններ ունենաս, բայց շատ բարձր աշխատանքի արտադրողականությամբ եւ գալով անվտանգության հիմա տեխնոլոգիապես պետք է այո, գալով հենց դրան, պարոն Թևան, ճիշտ եկա։ Գալիս ենք մենք նրան, որ Հայաստանը շանս ունի։ Լավ, միջև 20 թիվը ընդունենք պատերազմը, այս չի արվել, այն չի արվել, կորցրել ենք ինչ որ ժամանակ, գոնե 20 թվից հետո եթե ռեալ սպառնալիք անվտանգային կախված է 5 տարի է կախված, եւ այդ պարագայում մենք օրակարգ չենք ունեցել, որ այդ տեխնոլոգիական բեկում մտցնելու թռիչքաձև տեխնոլոգիական որը հատկապես նաեւ կարտահայտվեր ռազմարտությունաբերության զարգացման։ Եվ սա մենք 5 տարի է եւ չի էլ երևում, որ դա գնալու է, եւ ես մի թիվ էլ ասեմ, դա ռեալ թիվ է բաց աղբյուրից, վերջի 3 տարում մեր տեղական ռազմաարդյունաբերական համալիրը ստացել է ընդամենը $420 միլիոն պատվեր մեր պետությունից։ 420 միլիոնը 3 տարվա ընթացքում խայտարակ ցածր թիվ է։ Մենք պետք է այստեղ բեկում մտցնեինք եւ գալով դրան, պարոն Թևանի, մենք սենց են Հայաստանին օրինակ, որպեսզի մենք թռիչքաձև այդ, թռիչքացելով չեմ ասում 30%, գոնե 15-17% տարեկան տնտեսական աճ, մեզ պետք է առնվազն $5-6 միլիարդ հոսի Հայաստան։
Բայց ինչի պետք է գա Հայաստան։ Օրինակ ես ուզում եմ այդ ինչի պետք է Հայաստան այդքան մեծ ծավալի ուրեմն ներդրումներ հոսեն։ Նայում են, չէ, քննարկում են ինչ տիպի երկիր է, այստեղ ինչ է կատարվում սեփականության ինստիտուտի հետ, դատական համակարգը ոնց է գործում, չգիտեմ, քաղաքական անվտանգային է, ամենակարևորը։ Ու հիմա գանք Ներդրումների անվտանգային։ դուք շատ հետաքրքիր տերմին եք օգտագործել երաշխավորված ներդրումներ։ Այո։ Երաշխավորված ներդրումների համար երաշխավորված խաղաղություն է պետք։ Առաջին հերթին, այսինքն նավահանգիստը պետք է այսպես կայուն վիճակում լինի, այսինքն երաշխավորված խաղաղությունը դա այն չէ, երբ որ դու այդ երաշխավորի դերում տեսնում ես Ալիևին։ Այսօր մեզ դա են առաջարկում։ Այսինքն երաշխավորված խաղաղությունը Ալիևի կողմից դա երաշխավորված պատերազմ է կամ երաշխավորված Արևմտյան Ադրբեջան։ Դուք հարցնում եք հաղորդման սկզբում, թե ինչպես է առաջնորդվում ընտրողը, մենք նաև ընտրողին պետք է երկընտրանքը ցույց տանք, ասենք որոշում եք կայացնում Հայաստանի Հանրապետություն թե Արևմտյան Ադրբեջան։ Արժանապատվություն թե նվաստացում, ներառական տնտեսական աճ թե փոքր խմբի համար տնտեսության զարգացում կամ բիզնեսի կամ փողի քանակի ավելացում։ Սա այս երկընտրանքները շատ պարզ են եւ ընտրողները շատ լավ կողմնորոշվում են արդեն։ Ինչու պետք է ներդրումները գան, եթե մենք ստանում ենք երաշխավորված խաղաղություն, գնում ենք իրական ապաշրջափակման, այսինքն բոլոր ուղղություններով ռեալ դառնում ենք ապաշրջափակված, այսինքն մենք հոսքեր ենք ապահովում տնտեսության համար, օրենսդրությունը պաշտպանում է սեփականության իրավունքը, դատական համակարգը չի դառնում վնգստացող, այլ դառնում է անկախ գործադիրից։ Այս պայմաններում արդեն երբ որ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը աշխատում է նաեւ ազգային ժողով կառավարություն հարաբերություններում, այս պայմաններում դու կարողանում ես եւ քո դրայվերները այդ մեգա նախագծերով աշխատացնել եւ նաեւ ներդրումներ ապահովել։ Մենք նայում ենք, ասենք նույն մեր տարածաշրջանում Ադրբեջանում, Չինաստանը ավելի մեծ գումարներ է դրել ենթակառուցվածքների վրա, Վրաստանում էլի գումարներ է դրել, Հայաստանը դուրս է մնացել։ Հայաստանը կարող է ներգրավել այդ միջոցները ենթակառուցվածքների զարգացման համար, որը իրոք թռիչքաձև զարգացում կարող է։ Շատ ճիշտ ասեցիք, տեսեք, այսինքն եթե մենք նայենք օտարերկրյա քիչ թե շատ միջինից բարձր ներդրողի աչքերով, չէ՞ որ ուսումնասիրում են մարքեթինգ են անում, այսինքն տեսեք, Վրաստան, Ադրբեջան գնացել են ներդրումները, Հայաստանը օղակի մեջ չկա այդ ներդրումները, 100-150 միլիոն դոլարից չի անցնում տարեկան։ Ուրեմն այս պարագայում ուրեմն խանգարող գործոններ կան ռեալ, չէ՞, մարդը դրսից նեյտրալ մարդ է, իշխանության հետ ոչ մի կապ չունի։ Մեծ հաշվով նաև սուբյեկտիվ ինչ-որ։ Այո, նայում է, տեսնում է, չէ, ախպեր ջան, այստեղ ռիսկային է, այստեղ բերեն փող դնեմ այդ ներդրման ճակատագիրը ինչ անելու, եւ պարոն Թևանյան, առաջին անգամ այս մեր հաղորդման ընթացքում ես արդեն նախորդ մտածել եմ դրա մասին, երաշխավորված խաղաղությունը պետքա զուգորդվի, հետարքիր բան եմ ասելու, երաշխավորված ներդրումների եւ երաշխավորված տնտեսական աճի հետ։ Այսինքն այս երանգյունին, եթե երաշխավորված խաղաղություն կա, ասում են այստեղ հանդարտ հանգիստ տեղ է, կարելի է բերում ես երաշխավորված ներդրումներ, MU ձեր ասած դրայվերներ, գործոնները եւ բերում ես երաշխավորված աճի, որը զարգացում կապահովի։ Այս երանգյունու դեպքում, բայց ես շատ եմ մտածել դրա շուրջը, որպեսզի դրսի ներդրողին մենք համոզենք, որ դա ժամանակավոր բան չի, բարի մտադրություն չի ընդամենը, այլ սա ռեալ իրականություն է դառնում, առնվազն 1, 2, 3 տարի մեզ պետքա որ դրսի ներդրողին համոզենք, որ արդեն դառնում ենք այդ միջավայրը։ Այո, մինչև այդ կառուցարկարքերը, որ ես օրինակ նույն Զվարթոցի տարածքում ասում եմ, 2 տարի կպահանջի, բայց դրանից հետո արդեն աճ ավելի շատ կլինի, բայց բացի այդ մենք ունենք նաև ներքին պոտենցիալներ։ Ներքին պոտենցիալը որն է, պատկերացեք տնտեսությունը որպես վառարան ենք վերցնում կամ ինչ-որ մեքենան է, շարժում է, բենզին չունի մեջ։ Տնտեսության բենզինը կամ վառարանի փայտը դրամական զանգվածն է իրականացնում եւ որոշակի թվեր ես ուղղակի կներկայացնեմ, որը երբեմն համարժեք, երբեմն ոչ համարժեք երկրների դրամական զանգվածները համախառն ներքին արդյունքի հետ համատելու։ Մոնետիզացիան, մոնետիզացիան, որովհետեւ մեր հերոստատիտողին չծանրաբեռնենք տերմինով, կոպիտ ասած, դու գնում ես խանութ, եթե գրպանումդ փող չկա, դու ցածր վճարանակ պահանջարկ ես ցուցաբերելու կամ քիչ փող կա, կամ ընդհանրապես չես ցուցաբերելու։ Իսկ եթե դրամական զանգվածը բավականացնում է, որպեսզի դու սպառում ապահովես, նշանակում է դու այդ խանութից ապրանքը գնելով նաև յուրօրինակ ձևով խրախուսելու ես արտադրությունը, որ ինքը գնա, արդեն մեծացած ցիկլը շատանա, բայց եթե ցիկլը շատ մեծ է լինում, այդ նշանակում է մարդիկ ինչ որ գումարից փախնում են եւ մտավախություն ունեն, որ գնաճ կլինի, այսինքն պտույտի V արագություն կոչվածը բարձրալինելու բերելու է ինֆլյացիայի։ Բայց եթե դու գումարները դնում ես, ավելացնում ես դրամական զանգվածը եւ ներառում ես դա ենթակառուցվածքների զարգացման մեջ եւ
բիզնեսի զարգացման մեջ, որը հատկապես արտահանելի բիզնես, այսինքն դու տարադրամ կարող ես բերել։ Մենք այստեղ տեսնում ենք էլի հսկայական պոտենցիալ, ես ուղղակի թվերը ասեմ, որ պատկերացնենք Հայաստանի ինչքան ցածր մակարդակ ունի, դա 43%-ն է համախառն ներքին արդյունքի 25 թվականին եղել դրամի մոնետիզացիան, այսինքն համախառն ներքին արդյունքի թիվը 29 միլիարդ դոլարը սպասարկվել է, այսպես ասած, դրա 43%-ի չափով դրամական M2 ագրեգատով, այսինքն կանխիկ եւ անկանխիկ գումարներով։ Համատության համար մեր հերոստատիտողը պատկերացնի, ուրեմն Վրաստան 95% է, ավելի քան 2 անգամ։ Չինաստանը 250% իր հնայի ավելի խոշոր պետության եւ զարգացող մեգա գիգանտի եմ ներկայացնում եւ Հարավային Կորեայի թիվը 155%։ Հիմա ես ինչ եմ բերում Վրաստանի եւ դրանց օրինակները։ Ինֆլյացիան Չինաստանում պաշտոնապես 25-ին 0%, 21% Հարավային Կորեա, 4% Վրաստան, 3.3 մեր մոտ արձանագրված, բայց Վրաստանի տնտեսական աճը եւ համախառն ներքին արդյունքի չափը մեզանից ռեալ ավել, մեկ շնչին ընկնող եկամը ավել քան 10,000-11000 դոլար։ Վրաստանը 38 միլիարդ դոլար է, մեր 11000 դոլարը անձին անգնում, 9000 դոլարի կարգին մեր մոտ անգնում, բայց տոկոսադրույքները բարձր, տնտեսական աճը ոչ ներառական եւ մարդիկ վարկերի տակ ճկռած։ Հիմա մենք առաջարկում ենք դրամական զանգվածը ավելացնելով նախ կարճաժամկետում նպաստել տոկոսադրույքների իջեցմանը, իսկ միջնաժամկետ, երկարաժամկետում արդեն եթե դու ֆինանսավորում ես ռեալ սեկտորը կամ արտահանելի բիզնեսը, ինքը ինֆլյացիայի չի բերելու։ Շատ ճիշտ է։ Ինքը չի բերելու ինֆլյացիայի։ Մեր հերոստատիտողներին ասենք մի քիչ այսպես ռեզումեի տեսքով, որ տեսեք, երբ որ արդյունք է ստեղծվում Հայաստանում, մենք ինչի ասեցինք, որ իրական սեկտորը ընդամենը 27% է, քիչ է, որ հավելյալ արժեքը որտեղ է ստեղծվում։ Եվ փողի զանգված կա, որը պետք է այդ ամբողջ համախառն ներքին արդյունքի շարժը ստեղծման սպասարկի, հա, եւ փողը գնա վերաբաշխվի նաեւ բնակչության մոտ, բիզնեսի մոտ ու սկսի պտտվել այդ փողը, փող ապրանք շտրիխ, չէ՞, այդ հայտնի բաներն է, բայց դրա մասին չեմ, այսինքն մեր մոտ այդ փողի շրջանառությունը չի գնում տարածվում ներառական բոլորը, որ բոլորը օգտվեն։ Ինքը գնում է ավելի լոկալ, ավելի բևեռացված մասերով ապտտվում եւ այս առումով եւ աղքատությունն է նաեւ դրա կարևոր պաշտոնապես ամեն 5-րդը 21.7%։ Այո, պաշտոնապես ամեն 5-րդը, բայց իրական աղքատները շատ ավելի շատ են։ Իրական աղքատները, աշխատավարձի մակարդակն է ցածր եւ այս առումով ընտրողները նայելու են թիմ անձեր ծրագիր եւ ամենակարևորը ընտրողները ուզում են փոփոխություններ, դա մենք բոլոր հետազոտություններով տեսնում ենք։ Այդ փոփոխությունները անպայման պետք է տեղ ունենան, որպեսզի մենք կարողանանք եւ երկրի համար անվտանգություն եւ խաղաղություն ապահովել եւ տնտեսական աճ։ Պարոն Թևանյան, տեսեք, գալով ընտրողի ընկալմանը այդ քաղաքական ուժերի ծրագրերին, ես էլի 1-2 անգամ ասել եմ, երբ որ ընտրությունները ավարտվում են կամ ինչ որ քաղաքական ուժեր քիչ տոկոս են հավաքում կամ չեն անցնում պարլամենտ, նստում քննարկում են եւ ասում են ինչն էր պատճառը եւ կարեւոր պատճառներից մեկը այն էր, որ մենք մեր ծրագրերը չկարողացանք ճիշտ ներկայացնել ընտրողին։ Լավագույն դեպքում, որպես կանոն մեղադրում են ժողովրդին։ Չկարողացինք, հիմա մեր խնդիրն է առաջարկ Հայաստանի, բնականաբար այնպես ընտրողի համար ծրագիր, մասնագիտացված այսպես ծրագրային դրույթներ, բայց ընտրողին այդ հիմնական հիմնարար դրույթների, մի քանի դրույթներ, որպեսզի գնա ընտրողը բարձ հասկանա, որ սա ես հասկացա, մի բան է հասկանալ եւ երկրորդ բանը այնա, որ ինքը տեսնի, որ դա իր կյանքի վրա էական ազդեցություն է։ Ունի կյանքի վրա էական ազդեցություն, մեր առաջարկների մեջ կա գույքահարկի կրկնակի չափի իջեցում։ Ռեալ ազդեցություն է, այո։ Մենք հիմա կարող ենք տեղը ցույց տալ, թե դրա, այսպես ասած, փոխհատուցումը ոնց է լինելու, երբ որ դու տնտեսություն ես զարգացնում եւ այլ ճանապարհներով ես։ Օրինակ գույքահարկի կրճատումը ռեալ նաեւ սոցիալական խնդիր է լուծում։ Մարդիկ նաեւ մշակութային ինչ-որ առումով Երևանը այսպես կառուցվածքային տեսքի առումով մարդիկ կան, որ կենտրոնում պետք է ապրեն, մարդիկ կան, որ Արաբկիրում պիտի ապրեն։ Եթե դու իրանց հանում ես կենտրոնից, Երևանը աղքատանում է։ Քաղաքի կոլորիտը կորում, որտեղ դրանք տասնյակ տարիներով տեղծնվել են։ Եվ երկրորդ հարցը, այո, ես էլ եմ դրա շուրջը մտածել եւ տենց էլ գրել ենք այդ մեր նոր պրոյեկտի շրջանակներում տնտեսական տեսեք։ Գույքահարկը երբ որ գնում է տեղական մարմնին, համայնքին, լավ, հասկացանք, ընդունենք գնաց։ Ինքը տեղը պետք է քեզ ծառայություն մատուցի։ Այսինքն դու տվել ես գույքահարկը 4 անգամ շատ ընդունենք հիմա 26։ Տեղը ինչ է ստանում։ Կոմֆորտ է ստանում, նորմալ ճանապարհ է ստանում, մայթեր է ստանում,
Աղբանությունը է ստանում, ինչ է ստանում։ Աղբանություններն են իդեպ թանկացրել։ Աղբանությունը ներողություն, ասիկ ով է տարածքն է աղբարաչացնում, թե մարդը։ Մարդու շնչի քանակը հանել են տարածքով, այ ախպեր ջան, տարածքն է աղբարաչացնում, թե մարդը։ Տեսեք, սրանց տնտեսական քաղաքականությունը շատ բարձունակ տեսք ունի։ Բարձրացնում են հարկերը եւ սկսում են գումարներ հավաքել։ Օրինակ, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ եթե դու ինչ-որ բան հարկը կամ դրույքաչափը, տեղական տուրքը վճարը բարձրացնում ես, դիմաց պետք է ծառայություն առաջարկես եւ չես կարող այդ ծառայությունը թանկացնել այնքան, որ իր ինքնարժեքը չներառի։ Ամենավառ օրինակը կարմիր եւ կապույտ կետագծերով ավտոկայանատեղիներն են։ Տարեկան վճարը թանկացրեցին 13 անգամ, մենք դատի տվեցինք Մայր Հայաստան խմբակցությունը, դատարանում ապացուցեցինք, հաղթեցինք, բայց իրանք անդադ ձգձգում են, վերաքննիչ, վճռաբեկ, բան այսպես ձգում են, այսպես մանր աշխարհություններ են անում եւ այդ թանկացումը պահում են, բայց դատարանով ապացուցված է, որ 13 անգամ ծառայության ինքնարժեքը չի թանկացրել, որ դու քաղաքացու այդքան ավել գումար ես ուզում։ Տեսեք, այսպես մասնագիտացված լսարանի համար շատ լավ։ Հիմա ես հենց դա եմ ասում, լիքը լավ բաներ մենք գրել ենք միասին, առաջարկել ենք անում։ Մենք չեղարկելու ենք այդ վճարը։ Այ ընտրողին։ Մենք անելու ենք սա։ Մենք չեղարկելու ենք կարմիր կետագծերի թանկացումը։ Չեղարկելու ենք գույքահարկես չափը կրկնակի ներքև։ Անվճար կրթության հնարավորություն, փուլային տարբերակով 100,000 դրամ նվազագույն թոշակ եւ ամեն տարի ինֆլյացիայի չափով ինդեքսավորման ապահովում։ Հիմա տեսեք, անվճար կրթության մասով, տեսեք, մանկապարտեզների նախակրթարանների մասով կարծեմ 12-13 միլիարդ տարեկան ես հաշվարկ ունեի, դրամ է պետք։ Դա համայնքային։ Հա, համայնքային, հենց իրանց պետք է, իսկ բարձրագույն կրթության մասով, տեսեք, Հայաստանում կա 60,000 ուսանող, առավելագույնը 60,000։ Միջինը եթե ես մի բարձր թիվ դնեմ 500-550,000 դրամ տարեկան վճար, ընդունենք միտեղ 700-800, բայց հեռականները շատ ցածր է եւ այլն, ուրեմն միջինը մեզ պետք է 30-ից 33 միլիարդ դրամ, որպեսզի պետությունը այս հարցը լուծի։ Բա այդքան որ դուք հարկերը բարձրացնում եք, պետություն, իշխանություն, այդքան որ անդադ բեռը բարձրացնում եք, բերեք սրա սոցիալական էֆեկտը այնքան շատ է, ես մի բան ասեմ, որտեվ ինքս այդ ոլորտում եմ, տեսեք, տասնյակ տարիներ։ Նայեք, այսօր նախ եւ առաջ պետք է արձանագրենք, որ ուսանողների 70-75%-ը աղջիկներ են։ Տղաները չեն սովորում, գնում են աշխատելու, որտեղ պրոբլեմա է։ Երկրորդը, բավականին շատ են մարզերից սովորողները Երևան քաղաքում գալիս են ուսանողները սովորելու, որպես ուսման վարձը վճարեն, զուգահեռ ընդունում են աշխատանքի, ամենատարբեր աշխատանքների։ Ոչ աշխատանքն են լավանում, ոչ սովորել։ Գնում են բացակայում են, ոչ գիտելիք են ստանում, այնտեղ էլ հազիվ մի կերպ է իրանց ուսման վճարի մի մասը որ վճարեն եւ ստացվում է մի հատ փակ այսպես անհաջող երանգյունի։ Ուրեմն դրա սոցիալական էֆեկտը, որ բերեք պետություն, էլի փուլային, բերեք երեխեքը թող ստանան անվճար բարձրագույն կրթություն, որակական չափանիշները դնենք եւ տեսեք ինչ սոցիալական էֆեկտ։ Մենք հիմա այն պատմություն չդառնա, որ հարևանի հարսը սիրուն է, բայց անընդհատ ստիպված ենք Վրաստանի օրինակը բերել։ Վրաստանում անցան է դրան։ Այո։ Իրենք 12 միլիարդ դոլար բյուջեով են անցել, այսինքն հնարավոր է։ Վրաստանը նաեւ առողջապահության ապահովագրական իրենց էֆեկտիվ համակարգ։ Հետաքրքիր է, մի բան կա, որ Վրաստանում նայում են, ասում են Հայաստանը անցավ սրա։ Մի ժամանակ կար, բայց հիմա հակառակն է։ Օրինակ նույն Վրաստանից այդ արտաքին իրենց քաղաքականությունը մանրադրամ չդառնալու ինչ վատ է։ Մեզանից են էլի վերցրել այդ մոտեցումները։ Հիմա մանրադրամ չդառնալը շատ ճիշտ քաղաքականություն է։ Մեր ժողովուրդը ի վերջո արժանի է լավ կյանքի եւ այդ խարխափելը անընդհատ, տեսեք, մարդու կյանքը, եկեք մի հատ իջնենք միկրոմակարդակ, ընտանիքի մակարդակ, այն օրը որ այդ մարդը բացասական ինֆորմացիա չի լսում, թե ինչ է կատարում։ Մի հատ նայում ես ինչ որ մի հատ ուրեմն սոցցանցով բացական բան ես լսում, մեկը նայում ես հարկն աճում, մեկը նայում ես պարտքի տակա, այսինքն այս փակ շրջանից բացասական տեղեկատվության մենք պետք է դուրս գանք վերջը։ Մարդը պետք է հանգիստ, ոնց որ ասենք ցիխի գավեն, չէ՞, դուք ասեցիք հանգիստ նավահանգ։ Վերջը պետք է գանք դրան, թե չգանք։ Դուք ինչ եք կարծում, այդ որ ասեցի ցիկլը։ Մենք շանս ունենք հանգիստ նորմալ ապրելու։ Վստահաբար ունենք, վստահաբար կարող ենք անվտանգ եւ երաշխավորված խաղաղություն ունենալ։ Եվ եթե մենք մի քիչ ավելի, քանի ընկանք մի քիչ փիլիսոփայության գիրկը նաեւ ձևակերպումների, ես այսպեսի գնահատական տամ, որ սովետական միությունը փլուզվեց եւ մենք ցիկլերով հիմա եկել ենք հասել ենք մի հետեւյալ վիճակի։ Առաջի փուլում ձևակերպվեց վայրի կապիտալիզմ։ Խաղի կանոնները հայտնի չէին, մի խոսքով ով ինչ կարող էր արեց։ Հետո Լիխեի 90-ի։ Այո, վայրի կապիտալիզմի փուլը անցել ենք։ Հետո իշխանության եւ բիզնեսի սերտաճման շրջանակներում ստացել ենք նոմենկլատուրային կապիտալիզմ, հետո ստացել ենք ու մինչեւ հիմա այդ ցիկլի մեջ ենք
անմարդկային կամ հակամարդկային կապիտալիզմ ենք ստացել, որովհետև նույն այդ տերմինոլոգիայով ասած ջինի գործակից բավական բարձր է եւ վեվերացվածությունը մեծ է եւ այս առումով քանի որ պաշտոնապես 20%-ից ավել աղքատություն եւ այլն, դա նշանակում է անմարդկային կապիտալիզմ կա։ Հիմա այն ինչ որ մենք անում ենք եւ առաջարկ Հայաստանի ծրագրի լավը որն է, որ իրանք նաեւ ոչ միայն վերևից են իջեցվում, այլ ներքևից մարդիկ առաջարկներ են ներկայացնում կամ տարբեր շրջանակների առաջարկներ են ներկայացնում եւ ձեր տիպի մարդկանց նաեւ քաղաքական ուժերի մասնագիտական ֆիլտրներով անցնում են այդ առաջարկները եւ դառնում են կոնկրետ ծրագրեր։ Այս առումով փաստորեն ժողովուրդը որ մասնակցում է եւ մենք ակնկալելով որ այդ ծրագիրը նաեւ բարձր լեգիտիմություն ստանա եւ վստահության քվե ստանա, եթե մենք կարողանում ենք փոխել այս իրավիճակը, իսկ մենք պետք է փոխենք այդ իրավիճակը, մենք կարող ենք մտնել ժողովրդական կապիտալիզմի փուլ։ Այսինքն մարդկային դեմքով կապիտալիզմ։ Հիմա անմարդկային դեմք ունի կապիտալիզմը։ Խոշորները, սեփականատերերը մտահոգված են, որ անընդհատ կա սեփականության վերաբաշխման խնդրեմ, աղքատները մտածում են, որ իրենց վիճակը չի փոխվելու կամ փոխվելու է դեպի վատը եւ ընդհանրապես աղքատ մարդը նաև քաղաքացիական հատկանիշներից է զրկվում, որովհետև աղքատ մարդը արդեն եթե ստամոքսի խնդիր ունի, այդ բուրգի ներքևի պահանջմունքները բավարարելով ինքը քաղաքացի որպես այդպեսին չի կարող դառնալ եւ լավ իմաստով այդ մարդկանցից դժվար է պահանջել հայրենասիրություն, այսպես ասած։ Իսկ եթե մարդը կարողանում է իր առաջնային պահանջմունքները բավարարվել, ինքը ձևավորվում է միջին խավը, իսկ միջին խավը պետության կայունության գլխավոր նախադրյալներից մեկն է եւ հենց այդ պայմաններում կարող ենք մենք ասել, որ մենք կունենանք մարդկային դեմքով կապիտալիզմ կամ ժողովրդական կապիտալիզմ։ Շատ բարի, շնորհակալություն, պարոն Թևանյան, շատ այսպես եւ մասնագիտական եւ դեպի մարդ հողված մարդակենտրոն քննարկման համար մենք կարծում եմ խոսեցինք շատ པարզ, շատ հասկանալի մեր ժողովրդի համար։ Սիրելի հայրենակիցներ, այո, ինչպես պարոն Թևանյանը նշեց, ես էլ իմ գործընկերների հետ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին եղել ենք հանրապետության բոլոր մարզերում, առաջարկ Հայաստանի շրջանակներում լսել ենք մարդկանց, օրինակ մեկը երկուսը շատ չծավալվեմ։ Գյուղացին ինչ ա ուզում, ասում է, որպեսզի ես այսպես կայուն իմ գործով զբաղվեմ, նախորդ կնքեք պայմանագիր, բերքի մթերման մասով, ես որ հանգիստ գնամ, իմ համար իմանամ, որ այս գինն է, այո, ամեն ինչ էս հետագծելի երևա։ Սա մեկ։ Օրինակ շատ լուրջ խնդիր էր, որ կաթի գինը ավելի էժան է, քան ջրի գինը։ Ասենց ուրեմն խոշոր երջերվանասունները համատարած մորթա գնում, անկում ալնում, սա էլ մի ուրիշ խնդիր էր եւ բազմաթիվ վարկեր, ամենատարբեր խնդիրներ, կրթական համակարգ եւ այլն։ Հիմա մենք այդ ամբողջը հավաքագրել ենք, պարոն Թևանյան, դուք եք հիմա մեզ հետ միասին բնականաբար միացել եք առաջարկ Հայաստանին, պարոն Ծառուկյանի քաղաքական թիմի անդամ եք եւ ասեմ, որ արդեն երկրորդ օրնա նաեւ Գագիկ Ծառուկյանը շրջում է ուրեմն գյուղական բնակավայրերով, Արմավիրի գյուղերով ամենատարբեր, այսպես ինքնա նաեւ անձամբ շրջում եւ մարդկանց հետ զրուցում եւ այդ հարաբերությունները պարոն Թևանյան, ոնց որ բերում ենք մարդկային տեսքի, այսինքն որ մարդու հետ նորմալ էլի, տեսեք ինչա, մարդ արարածը պետք է ասենց աչքերին ուղիղ նայելով Պարզ խոսես ասես, եղբայր, սա է քայլերը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որ հավատա, որտեվ մեր ժողովուրդը ոնց է եղել։ Միշտ մեկին աստվածացրել է, հետո կարճ ժամանակ հետո այդ աստվածացրածին խփում գցում է, մի հատ ուրիշ մարդ համանգալի եւ ընտրությունը սենց անում։ Բա որ սրանց ձայն չտամ, բա ում տամ։ Ու տես մենք 30 տարի հիմա մենք պետքա պարզաջրենք, մենք պետքա բյուրեղացնենք, ում տալ, ոնց տալ եւ դրա համար մենք այս աշխատանքը տանում ենք։ Ինչպես ասեցի նաև դուք էլ երկարատև քաղաքականության մեջ եք, ձեր որոշակի հաջողություններով, արդյունքներով, ինչևէ, կարծում եմ ամեն ինչ լավ է լինելու, պարոն Թևանյան, մենք կհանդիպենք հաջորդիվ։